Դուք եզակի չեք։ Ոչ այն իմաստով, որ մտածում եք։ Հենց այս պահին 10⁻10⁻29 մետր հեռավորության վրա գոյություն ունի մեկ այլ երկիր։ Նույնական։ Ատոմ առ ատոմ։ Այնտեղ նստած է ձեր կրկնօրինակը, կարդալով այս նույն նախադասությունը, շնչելով նույն ռիթմով, մտածելով նույն մտքերը։ Սա ֆանտաստիկա չէ։ Սա մաթեմատիկայի անխուսափելի հետանքն է, եթե տիեզերքը իսկապես անսահման է։ Երբ տարածությունը չունի վերջ, իսկ նյութը կազմված է վերջավոր թվով ատոմների, ապա յուրաքանչյուր հնարավոր կոմբինացիա պետք է կրկնվի։ Ոչ միայն մեկ անգամ։ Անսահման անգամներ։ Բայց ինչպես կարող է անսահմանությունը ստեղծել կրկնություններ։ Ինչպես կարող է անվերջ տարածությունը պարունակել վերջավոր թվով պատմություններ։ Եվ ամենակարևորը, ինչ է դա նշանակում ձեր ինքնության, ձեր ընտրությունների, ձեր իրականության համար։ Պատկերացրեք գրադարան։ Ոչ սովորական գրադարան, այլ այնպիսին, որը պարունակում է բոլոր հնարավոր գրքերը։ Յուրաքանչյուր գիրք ունի 300 էջ, յուրաքանչյուր էջ 40 տող, յուրաքանչյուր տող 80 նիշ։ Այս գրադարանում կգտնեք ձեր կենսագրությունը, գրված բառ առ բառ։ Կգտնեք նա գիրք, որտեղ ձեր կյանքը նույնն է, բայց վերջին նախադասությունը տարբերվում է 1 տառով։ Կգտնեք գիրք, որտեղ դուք ծնվել եք 1 րոպե ավելի ուշ։ Կգտնեք գիրք, որտեղ դուք երբեք չեք ծնվել։ Արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսը նկարագրեց այս գրադարանը 1941 թվականին, որպես փիլիսոփայական մետաֆորա։ Բայց տիեզերքը, ըստ ժամանակակից կոսմոլոգիայի, հենց այդպիսի գրադարան է։ Միայն թե այն գրված է ոչ թե տառերով, այլ ատոմներով։ Յուրաքանչյուր անգամ, երբ նայում եք հայելուն, դուք տեսնում եք մեկ տարբերակ անվերջ շատ տարբերակներից։ Ձեր դեմքը, ձեր աչքերը, ձեր մտքերը, սրանք բոլորը կոնկրետ ատոմների կոնկրետ դասավորություն են։ Մարդու մարմինը պարունակում է մոտավորապես 7/27 ատոմ։ Այս ատոմները կարող են դասավորվել անհամար ձերով, բայց ոչ անսահման ձերով։ Մաթեմատիկոսները հաշվարկել են 10⁻10⁻118 տարբեր ձերով կարող է դասավորվել նյութը 1 Հաբլի ծավալում։ Հաբլի ծավալը դա այն տիեզերական տարածությունն է, որը մենք կարող ենք դիտել, շուրջ 86 միլիարդ լույսի տարի տրամագծով։ Այս թիվը անհավատալի մեծ է։ Բայց այն վերջավոր է։ Եվ հենց այստեղ է թաքնված պարադոքսը։ Երբ վերջավոր թիվը բաժանվում է անսահմանության վրա, արդյունքը անխուսափելի կրկնություն է։ Պատկերացրեք, որ ունեք 10 գունավոր գնդիկ անվերջ տուփեր։ Եթե սկսեք լցնել գնդիկները պատահական կերպով, ի վերջո կստիպված լինեք կրկնել նույն կոմբինացիան։ Ոչ թե որովհետև ցանկանում եք, այլ որովհետև այլ տարբերակ չկա։ Տիեզերքը նույն սկզբունքով է գործում։ Եթե տարածությունը իսկապես անսահման է, եթե նյութը բաշխված է համեմատաբար հավասարաչափ, ապա յուրաքանչյուր հնարավոր ատոմային կոմբինացիա պետք է իրականանա ինչ-որ տեղ։ Ներառյալ այն կոմբինացիան, որը կազմում է ձեզ։ Բայց որքան հեռու է ձեր ամենամոտ կրկնօրինակը։ Մաթեմատիկան տալիս է գլխապտույտ պատասխան։ 10⁻10⁻29 մետր։ Այս թիվը գրելու համար պետք է վերցնել մեկը դրան հետից գրել 10⁻29 0։ 10⁻29 դա 1-ը, հետված 29 0-ով։ Այսինքն 100 միլիոն տրիլիոն տրիլիոն։ Եվ դա միայն զրոների քանակն է։ Իսկական թիվը 1-ը, հետված այդքան 0-ով, այնքան մեծ է, որ մեր ուղեղը չի կարող այն պատկերացնել։ Համեմատության համար դիտելի տիեզերքի տրամագիծը մոտավորապես 10⁻26 մետր է։ Ձեր կրկնօրինակը գտնվում է այնքան անհավատալի հեռու, որ լույսը, ճանապարհորդելով 300,000 կմ/վ, երբեք չի հասնի այնտեղ։ Նույնիսկ եթե սպասեք տիեզերքի ողջ ապագա կյանքը։ Եվ սա միայն ամենամոտ նույնական կրկնօրինակն է։ 10⁻10⁻28 մետր հեռավորության վրա գոյություն ունի երկիր, որը գրեթե նույնական է, բայց ոչ ամբողջովին։ Այնտեղ դուք կայիք, բայց 5 րոպե առաջ կայացրիք այլ որոշում։ Փոխարեն սուրճի, խմեցիք թեյ։ Փոխարեն ձախ շրջելու, շրջեցիք աջ։ Փոխարեն լռելու, խոսեցիք։ Յուրաքանչյուր հնարավոր տարբերակ ձեր կյանքի, իրականացած է ինչ-որ տեղ այդ անվերջ տարածությունում։ Տիեզերքը պարունակում է ձեր բոլոր ընտրությունները, ձեր բոլոր ճանապարհները, ձեր բոլոր հնարավոր ապագաները։ Ոչ որպես քվանտային հավանականություններ, որոնք փլուզվում են դիտարկման պահին։
այլ որպես իրական ֆիզիկական աշխարհներ, որոնք գոյություն ունեն հենց հիմա, այս վայրկյանին։ Անսահմանությունը չի նշանակում ազատություն։ Անսահմանությունը նշանակում է անխուսափելի կրկնություն։ Հին հույները վախենում էին անսահմանությունից։ Նրանց համար անվերջը, ապեյրոնը ներկայացնում էր քաոսը, անկարգությունը, այն ամենը, ինչ դիմադրում էր հասկացողությանը։ Փիլիսոփա Անաքսիմանդրոսը, ապրելով 600 թվականներից առաջ Քրիստոսից, առաջինն էր, ով համարձակվեց ասել. «Տիեզերքը կարող է լինել անսահման»։ Նրա ուսուցիչը, Թալեսը, կարծում էր, որ ամեն ինչ ծագում է ջրից։ Բայց Անաքսիմանդրոսը տեսավ ավելի խորը։ Նա հասկացավ, որ եթե տիեզերքն ունի սկիզբ, ապա պետք է ունենա նա վերջ։ Եվ եթե ունի վերջ, ապա ինչ կա դրանից դուրս։ Այս հարցը տանջեց նրան մինչ կյանքի վերջ։ 2000 տարի անց գերմանացի մաթեմատիկոս Գեորգ Կանտորը կանգնեց նույն անդունդի եզրին։ 1870-րդ թվականներին Կանտորը սկսեց ուսումնասիրել անսահմանության մաթեմատիկան։ Նա հայտնագործեց մի բան, որը ցնցեց մաթեմատիկական աշխարհը՝ գոյություն ունեն տարբեր չափի անսահմանություններ։ Բնական թվերի անսահմանությունը 1, 2, 3 այլն փոքր է, քան իրական թվերի անսահմանությունը, որը ներառում է բոլոր կոտորակները անմիջականները։ Կանտորը ապացուցեց, որ անհնար է համարակալել բոլոր իրական թվերը, նույնիսկ եթե ունենաք անվերջ ժամանակ։ Այս բացահայտումը խորտակեց հին պատկերացումները իրականության մասին։ Մաթեմատիկոսները հրաժարվեցին նրա աշխատանքից։ Նրա ուսուցիչը, Լեոպոլդ Կրոնեկերը, անվանեց նրան գիտության ապականողը։ Կանտորը ծախսեց կյանքի վերջին տարիները հոգեբուժարանում, տառապելով դեպրեսիայից։ Բայց նրա մաթեմատիկան ճիշտ էր։ Եվ այն բացեց դուռը դեպի ավելի խորը հարց. եթե անսահմանություններ կան մաթեմատիկայում, արդյոք դրանք գոյություն ունեն նա ֆիզիկական տիեզերքում։ 20-րդ դարի սկզբին, երբ Ալբերտ Այնշտայնը ստեղծեց ընդհանուր հարաբերականության տեսությունը, նա բախվեց նույն հարցին։ Նրա հավասարումները թույլ էին տալիս երկու լուծում՝ փակ տիեզերք, որը կորագծված է ինքն իր վրա, կամ բաց տիեզերք, որը տարածվում է անվերջ։ Այնշտայնը նախընտրեց փակ տարբերակը։ Նա նույնիսկ ավելացրեց կոսմոլոգիական հաստատուն իր հավասարումներին՝ կայունացնելու տիեզերքը, կանխելու դրա ընդլայնումը կամ կծկումը։ Բայց տիեզերքը չհնազանդվեց նրա ցանկություններին։ 1929 թվականին ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը դիտեց հեռավոր գալակտիկաներ նկատեց, դրանք հեռանում են մեզանից։ Ավելին, որքան հեռու է գալակտիկան, այնքան արագ է հեռանում։ Տիեզերքը ընդլայնվում էր։ Այնշտայնը անվանեց կոսմոլոգիական հաստատունը իր կյանքի ամենամեծ սխալը։ Բայց Հաբլի հայտնագործությունը բարձրացրեց նոր հարց. եթե տիեզերքը ընդլայնվում է, արդյոք այն անվերջ է։ Կամ պարզապես շատ մեծ։ Եվ կա՞ արդյոք տարբերություն։ Պատասխանը կախված է մեկ պարամետրից՝ տիեզերքի կորության աստիճանից։ Պատկերացրեք, որ ապրում եք երկչափ մակերույթի վրա։ Եթե այդ մակերույթը գնդի մակերես է, դուք կարող եք քայլել ուղիղ գիծ ի վերջո վերադառնալ ելակետ։ Մակերույթը վերջավոր է, թե չունի եզր։ Բայց եթե մակերույթը հարթ է, ինչպես անվերջ թերթիկ, դուք կարող եք քայլել հավիտյան երբեք չվերադառնալ։ Մակերույթը անսահման է։ Մեր տիեզերքը կարող է լինել 3 չափանի տարբերակը այս երկուսից մեկի։ Մաթեմատիկոսները անվանում են դա կորության պարամետր։ Եթե տիեզերքն ունի դրական կորություն, այն փակ է, ինչպես գնդի մակերույթը։ Եթե ունի բացասական կորություն, այն բաց է, ինչպես թամբի մակերույթը։ Եվ եթե կորությունը 0 է, տիեզերքը հարթ է հավանաբար անսահման։ 1990-ականներից սկսած աստղագետները սկսեցին չափել տիեզերքի կորությունը։ Նրանք օգտագործեցին տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթումը, այն է արձագանքը, որը մնացել է մեծ պայթյունից։ Այս ճառագայթումը լցնում է ամբողջ տարածությունը, պարունակում է տեղեկատվություն տիեզերքի երկրաչափության մասին։ Չափումները ցույց տվեցին, կորությունը 0 է, սխալի շատ փոքր սահմաններում։ Տիեզերքը հարթ է։ Եվ եթե այն հարթ է, ապա ամենայն հավանականությամբ անսահման է։ Ոչ պարզապես շատ մեծ, այլ իսկապես անվերջ։ Տարածություն առանց եզրի, առանց սահմանի, առանց վերջի։ Եվ հենց այստեղ մաթեմատիկան դառնում է անխուսափելի։ Երբ ֆիզիկոսները խոսում են անսահման տիեզերքի մասին, նրանք չեն խոսում փիլիսոփայական
Եթե տիեզերքը իսկապես անսահման է, նյութը բաշխված է համեմատաբար հավասարաչափ, ապա յուրաքանչյուր վերջավոր տարածության մեջ կարող է լինել միայն վերջավոր թվով տարբեր կոնֆիգուրացիաներ։ Պատկերացրեք խորանարդ, որի կողմը 10 միլիարդ լույսի տարի է։ Այս խորանարդի ներսում կարող են լինել միայն որոշակի թվով տարբեր ատոմային դասավորություններ։ Մաթեմատիկոսները հաշվարկել են այս թիվը 10 հզորությամբ 10 հզորությամբ 118։ Սա թիվն է, որը ստացվում է, երբ վերցնում ես 10 բարձրացնում 10 հզորությամբ 118 աստիճան։ Այսինքն 10 բարձրացված 1 միլիոն տրիլիոն 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 աստիճան։ Այս թիվը գրելու համար պետք է վերցնել մեկը դրան հետից գրել 10 հզորությամբ 118 0։ Եթե փորձեք գրել այս զրոները յուրաքանչյուր զրոն զբաղեցնելով 1 մմ, ձեզ պետք կլինի թերթիկ, որը տարածվում է ամբողջ դիտելի տիեզերքով, դեռ բավարար չէ։ Բայց այս անհավատալի մեծ թիվը դեռս վերջավոր է։ Եվ հենց այստեղ է թաքնված ամենախորը պարադոքսը։ Երբ ունես անսահման տարածություն վերջավոր թվով հնարավոր կոնֆիգուրացիաներ, կրկնությունը դառնում է ոչ թե հավանական, այլ անխուսափելի։ Պատկերացրեք, որ ունեք 10 տարբեր Lego կտոր, սկսում եք կառուցել կառույցներ։ Առաջին կառույցը կարող է լինել տուն։ Երկրորդը՝ աշտարակ։ Երրորդը՝ կամուրջ։ Բայց ի վերջո, եթե շարունակեք կառուցել անվերջ կառույցներ, կստիպված լինեք կրկնել նույն ձերը։ Ոչ թե որովհետև ցանկանում եք, այլ որովհետև 10 կտորով կարող եք ստեղծել միայն վերջավոր թվով տարբեր կոմբինացիաներ։ Տիեզերքը խաղում է նույն խաղը, միայն թե Lego կտորների փոխարեն օգտագործում է ատոմներ։ Յուրաքանչյուր անգամ, երբ շնչում եք, ձեր թոքերը լցվում են մոտավորապես 25 սեքստիլիոն թթվածնի մոլեկուլներով։ Այս մոլեկուլները դասավորված են կոնկրետ ձով այդ կոնկրետ վայրկյանին։ Ինչ-որ տեղ անսահման տիեզերքում 10 հզորությամբ 10 հզորությամբ 29 մետր հեռավորության վրա գոյություն ունի մեկ այլ մարդ, որի թոքերը լցված են նույն մոլեկուլներով, նույն դասավորությամբ, նույն վայրկյանին։ Այդ մարդը դուք եք։ Ոչ նման ձեզ։ Ոչ ձեր երկվորյակը։ Այլ դուք, ատոմ առ ատոմ, մտք առ մտք, հիշողություն առ հիշողություն։ Անսահմանությունը ստեղծում է ոչ թե բազմազանություն, այլ անխուսափելի նույնականություն։ Բայց հարցը դառնում է ավելի խորը։ Եթե գոյություն ունի ձեր նույնական կրկնօրինակը, արդյոք դուք իսկապես եզակի եք։ Եթե ձեր յուրաքանչյուր մտք, ձեր յուրաքանչյուր զգացում, ձեր յուրաքանչյուր որոշում կրկնվում է անսահման անգամներ անսահման տարածությունում, ապա ինչ է նշանակում լինել դուք։ Ձեր ինքնությունը կախված է ձեր եզակիությունից, թե ձեր փորձառությունից։ Եթե ինչ-որ մեկը ունի նույն հիշողությունները, նույն մտքերը, նույն մարմինը, արդյոք նա դուք է, թե մեկ այլ անձ։ Փիլիսոփաները անվանում են սա անձնական ինքնության խնդիրը։ 1640-րդ թվականներին ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտը փորձեց լուծել այս խնդիրը իր հայտնի արտահայտությամբ «Cogito, ergo sum» մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ։ Դեկարտը պնդում էր, որ ձեր գոյությունը հիմնված է ձեր գիտակցության վրա, ոչ թե ձեր մարմնի վրա։ Բայց եթե ձեր կրկնօրինակն ունի նույն գիտակցությունը, նույն մտքերը, ապա ըստ Դեկարտի տրամաբանության, նա նույնպես դուք է։ Ոչ նման ձեզ, այլ նույն գոյությունը, ապրելով նույն փորձառությունը, նույն վայրկյանին, տարբեր տեղում։ Անսահման տիեզերքը ոչնչացնում է ինքնության միասնությունը։ Բայց կա ավելի տագնապալի հետանք։ Եթե յուրաքանչյուր հնարավոր ատոմային կոմբինացիա իրականանում է ինչ-որ տեղ, ապա իրականանում են նա բոլոր հնարավոր տարբերակները ձեր կյանքի։ 10 հզորությամբ 10 հզորությամբ 28 մետր հեռավորության վրա գոյություն ունի երկիր, որտեղ դուք ծնվել եք 1 րոպե ավելի ուշ։ 10 հզորությամբ 10 հզորությամբ 28 մետր հեռավորության վրա երկիր, որտեղ դուք ընտրեցիք այլ մասնագիտություն։ 10 հզորությամբ 10 հզորությամբ 28 մետր հեռավորության վրա երկիր, որտեղ դուք երբեք չծնվեցիք։ Յուրաքանչյուր հնարավոր տարբերակ ձեր գոյության, իրական է, ֆիզիկական է, գոյություն ունի հենց հիմա։ Ձեր ընտրությունները չեն ստեղծում ապագան։ Դրանք պարզապես որոշում են, թե որ ճյուղում եք շարունակում գոյություն ունենալ անսահման ծառի։ Յուրաքանչյուր անգամ, երբ կայացնում եք որոշում շրջել ձախ կամ աջ, խոսել կամ լռել, մնալ կամ գնալ, դուք չեք ընտրում ապագան։ Դուք ընտրում եք, թե որ տարբերակում եք շարունակում ձեր գիտակցական փորձառությունը։ Բոլոր մյուս տարբերակները նույնպես գոյություն ունեն, ապրում են ձեր այլ կրկնօրինակները 10 հզորությամբ 10 հզորությամբ 28 մետր հեռավորության վրա։
Անսահման տիեզերքը նշանակում է, որ ազատ կամքը պարզապես ընտրություն է անվերջ իրականացած տարբերակների միջ։ Բայց ինչպես կարող է անսահմանությունը ստեղծել կարգ։ Ինչպես կարող է անվերջ քաոսը ծնել կատարյալ կրկնություններ։ Պատկերացրեք անվերջ օվկիանոս, լցված ջրի մոլեկուլներով։ Յուրաքանչյուր մոլեկուլ շարժվում է պատահական ուղղությամբ, բախվում է հարաններին, փոխում է իր հետագիծը։ Քաոս։ Անկանխատեսելիություն։ Բայց սպասեք բավականաչափ երկար, ջրի մոլեկուլները կդասավորվեն այնպես, որ կստեղծեն ալիք։ Սպասեք ավելի երկար, կստեղծեն նույնական ալիքը հազարավոր կիլոմետր հեռավորության վրա։ Ոչ թե որովհետև մոլեկուլները հիշում են նախորդ Ծ, այլ որովհետև վերջավոր թվով մոլեկուլներ անվերջ տարածությունում պետք է կրկնեն իրենց դասավորությունները։ Մաթեմատիկան չի հարցնում թույլտվություն։ Այն պարզապես տեղի է ունենում։ Նույն սկզբունքը գործում է, երբ խառնում եք թղթախաղի կապուտը։ 52 քարտ կարող են դասավորվել 8 հզորությամբ 67 տարբեր ձերով։ Անհավատալի մեծ թիվ։ Բայց եթե շարունակեք խառնել անվերջ անգամներ, ի վերջո կստանաք նույն դասավորությունը կրկին։ Անխուսափելի։ Տիեզերքը խառնում է իր քարտերը 14 միլիարդ տարի։ Եվ այդ քարտերը, ատոմները, դասավորվել են այնպես, որ ստեղծել են ձեզ։ Բայց անսահման տարածությունում այդ նույն դասավորությունը պետք է կրկնվի։ Ոչ մեկ անգամ։ Անսահման անգամներ։ Յուրաքանչյուր անգամ, երբ նայում եք աստղային երկինքին զարմանում, արդյոք մենակ ենք, պատասխանը ոչ է։ Ոչ այն իմաստով, որ գոյություն ունեն այլ քաղաքակրթություններ, այլ այն իմաստով, որ գոյություն ունեն անսահման կրկնօրինակներ ձեր քաղաքակրթության, ձեր մոլորակի, ձեր անձի։ Մաթեմատիկան սառեցնող է իր անխուսափելիությամբ։ Բայց ինչպես ճշգրտորեն հաշվարկվեց այդ հեռավորությունը, 10 հզորությամբ 10 հզորությամբ 29 մետրը։ Ֆիզիկոսները սկսեցին Հաբլի ծավալից։ Դա այն տիեզերական տարածությունն է, որը մենք կարող ենք դիտել, սահմանափակված լույսի արագությամբ տիեզերքի տարիքով։ 14 միլիարդ տարի ընդլայնման արդյունքում այս ծավալի տրամագիծը մոտավորապես 86 միլիարդ լույսի տարի է։ Մեկ լույսի տարին, դա 9 հզորությամբ 15 մետր է։ Հաբլի ծավալի տրամագիծը, մոտավորապես 8 հզորությամբ 26 մետր։ Այս ծավալի ներսում կարող են գոյություն ունենալ 10 հզորությամբ 10 հզորությամբ 118 տարբեր ատոմային կոնֆիգուրացիաներ։ Հիմա պատկերացրեք, որ սկսում եք ճանապարհորդել դուրս այս ծավալից։ Դուք անցնում եք առաջին Հաբլի ծավալը։ Այնտեղ տեսնում եք գալակտիկաներ, աստղեր, մոլորակներ։ Շատերը նման են մերիններին, բայց ոչ նույնական։ Շարունակում եք ճանապարհորդել։ Երկրորդ Հաբլի ծավալ։ Երրորդ։ 10-րդ։ Յուրաքանչյուր ծավալում նոր կոնֆիգուրացիաներ, նոր դասավորություններ ատոմների։ Բայց հիշեք, կարող են լինել միայն 10 հզորությամբ 10 հզորությամբ 118 տարբեր կոնֆիգուրացիաներ։ Երբ անցնեք 10 հզորությամբ 10 հզորությամբ 118 Հաբլի ծավալներ, մաթեմատիկորեն ապացուցված է, պետք է սկսվեն կրկնությունները։ Ոչ նմանությունները։ Ճշգրիտ կրկնությունները։ Եվ 10 հզորությամբ 10 հզորությամբ 118 Հաբլի ծավալների հեռավորությունը, դա մոտավորապես 10 հզորությամբ 10 հզորությամբ 29 մետր է։ Այս հաշվարկը կատարեց ամերիկացի ֆիզիկոս Մաքս Թեքմարքը 1990-ականների վերջին։ Թեքմարքը, MIT պրոֆեսորը, մասնագիտացած է կոսմոլոգիայում, քվանտային մեխանիկայում։ Նա վերցրեց հայտնի ֆիզիկական հաստատունները, լույսի արագությունը, Պլանկի հաստատունը, տիեզերքի ընդլայնման տեմպը, կառուցեց մաթեմատիկական մոդել։ Արդյունքը ցնցող էր իր պարզությամբ։ Եթե տիեզերքը իսկապես անսահման է հարթ, ապա ձեր ամենամոտ նույնական կրկնօրինակը գտնվում է 10 հզորությամբ 10 հզորությամբ 29 մետր հեռավորության վրա։ Ոչ հավանաբար։ Անխուսափելիորեն։ Սա նման է գտնելու նույն գիրքը անվերջ գրադարանում։ Եթե գրադարանը իսկապես անվերջ է, եթե յուրաքանչյուր գիրք պարունակում է պատահական տառերի հաջորդականություն, ապա ի վերջո կգտնեք գիրք, որը բառ առ բառ կրկնում է Շեքսպիրի Համլետը։ Ոչ թե որովհետև ինչ-որ մեկը գրել է այն, այլ որովհետև անսահման պատահականությունը անխուսափելիորեն ստեղծում է կարգ։ Նույն սկզբունքով, անսահման տիեզերքը անխուսափելիորեն ստեղծում է ձեր կրկնօրինակը։ Բայց ահա ամենադժվար հարցը, արդյոք այդ կրկնօրինակը իսկապես դուք եք։
Պատկերացրեք, որ գիտնականները ստեղծեցին մեքենա, որը կարող է սկանավորել ձեր ողջ մարմինը, ատոմ առ ատոմ։ Յուրաքանչյուր նեյրոնի դիրքը, յուրաքանչյուր սինապսի ուժը, յուրաքանչյուր հիշողության քիմիական կոդավորումը։ Ապա այդ տեղեկատվությունը փոխանցվում է 10 հզորությամբ 29 մետր հեռավորություն, այնտեղ վերակառուցվում է ձեր ճշգրիտ կրկնօրինակը։ Ատոմ առ ատոմ։ Մտք առ մտք։ Երբ այդ կրկնօրինակը արթնանում է, նա ունի ձեր բոլոր հիշողությունները։ Նա հիշում է ձեր մանկությունը, ձեր առաջին սերը, ձեր երեկվա ճաշը։ Նա համոզված է, որ ինքը դուք է։ Եվ ով կարող է ասել, որ նա սխալվում է։ Փիլիսոփաները անվանում են սա տելեպորտացիայի պարադոքսը։ Եթե ձեզ ոչնչացնում են մեկ տեղում, վերակառուցում մեկ այլ տեղում, նույն ատոմներով, նույն հիշողություններով, արդյոք դուք շարունակում եք գոյություն ունենալ, թե մահացել եք, ձեր տեղը զբաղեցրել է կրկնօրինակը։ Անսահման տիեզերքում այս հարցը դառնում է ավելի սուր։ Ձեր կրկնօրինակը 10 հզորությամբ 29 մետր հեռավորության վրա չի ստեղծվել տելեպորտացիայով։ Նա ծնվել է բնականորեն, աճել է բնականորեն, ապրել է բնականորեն։ Նա ունի նույն ծնողները։ Ատոմ առ ատոմ նույնական ձեր ծնողներին։ Նա ապրել է նույն կյանքը, կայացրել է նույն որոշումները, զգացել է նույն զգացմունքները։ Նա դուք է։ Բայց նա ոչ դուք։ Յուրաքանչյուր անգամ, երբ նայում եք հայելուն, տեսնում ձեր դեմքը, դուք տեսնում եք մեկ տարբերակ անսահման շատ տարբերակներից։ Ձեր գիտակցությունը, այդ անընդհատ հոսքը մտքերի, զգացմունքների, ընկալումների, գոյություն ունի այս կոնկրետ ատոմային կոնֆիգուրացիայում, այս կոնկրետ տեղում, տարածության մեջ։ Բայց 10 հզորությամբ 29 մետր հեռավորության վրա գոյություն ունի նույն գիտակցությունը, նույն հոսքը, նույն ես-ի զգացումը։ Երկու գիտակցություններ, որոնք համոզված են, որ իրենք եզակի են։ Երկու ես, որոնք չգիտեն միմյանց մասին։ Անսահմանությունը բազմապատկում է ինքնությունը, բայց չի բազմապատկում գիտակցությունը։ Բայց եթե գոյություն ունի ձեր նույնական կրկնօրինակը, ապա գոյություն ունեն նա ձեր գրեթե նույնական տարբերակները։ Եվ հենց այստեղ իրականությունը դառնում է ավելի տարօրինակ։ 10 հզորությամբ 28 հեռավորության վրա, մեկ Հաբլի ծավալ ավելի մոտ, քան ձեր նույնական կրկնօրինակը, գոյություն ունի երկիր, որը գրեթե նույնական է ձերին։ Գրեթե։ Այնտեղ դուք կայիք, բայց 5 րոպե առաջ կայացրիք այլ որոշում։ Փոխարեն կարմիր շապիկի, հագել եք կապույտ շապիկ։ Փոխարեն սուրճի, խմել եք թեյ։ Փոխարեն այս տեքստը կարդալու, դիտել եք տեսանյութ։ Մեկ փոքր տարբերություն։ Մեկ այլ ընտրություն։ Բայց ամեն ինչ մնացածը նույնական։ Պատկերացրեք ծառ, որի յուրաքանչյուր ճյուղ ներկայացնում է մեկ որոշում։ Ծառի արմատը, դա ձեր ծնունդն է։ Առաջին ճյուղավորումը, ձեր առաջին ընտրությունը։ Ձախ կամ աջ։ Լաց կամ ծիծաղ։ Քայլ կամ կանգ։ Յուրաքանչյուր ճյուղ բաժանվում է հետագա ճյուղերի, յուրաքանչյուր ճյուղ հետագա ճյուղերի։ 10 տարի անց ծառը ունի միլիարդավոր ճյուղեր։ 20 տարի անց՝ տրիլիոնավոր։ Յուրաքանչյուր ճյուղ մեկ հնարավոր տարբերակ ձեր կյանքի։ Բայց անսահման տիեզերքում այս ծառը ոչ թե մետաֆորա է։ Այն իրական է։ Յուրաքանչյուր ճյուղ գոյություն ունի որպես ֆիզիկական իրականություն 10 հզորությամբ 28 մետր հեռավորության վրա։ Նույն սկզբունքը տեսնում եք, երբ խաղում եք շախմատ։ Առաջին քայլից հետո կան 20 հնարավոր դիրքեր։ Երկրորդ քայլից հետո 400։ Երրորդից հետո 8000։ 10-րդ քայլից հետո 15 միլիարդ։ Յուրաքանչյուր դիրք, մեկ հնարավոր խաղ։ Բայց բոլոր այդ խաղերը գոյություն ունեն միաժամանակ որպես հնարավորություններ։ Անսահման տիեզերքում ձեր կյանքի յուրաքանչյուր հնարավոր խաղը գոյություն ունի ոչ թե որպես հնարավորություն, այլ որպես իրականություն։ 10 հզորությամբ 28 մետր հեռավորության վրա դուք ընտրեցիք այլ մասնագիտություն։ 10 հզորությամբ 28 մետր հեռավորության վրա ապրում եք այլ քաղաքում։ 10 հզորությամբ 28 մետր հեռավորության վրա ամուսնացել եք այլ մարդու հետ։ 10 հզորությամբ 28 մետր հեռավորության վրա երբեք չծնվեցիք, ձեր ծնողները ունեն այլ երեխա։ Յուրաքանչյուր հնարավոր տարբերակ, իրական, ֆիզիկական, գոյություն ունեցող հենց հիմա։ Բայց ահա ամենախորը հարցը, ինչու դուք գիտակցում եք հենց այս տարբերակը։
Ինչու ձեր գիտակցությունը կապված է այս կոնկրետ ատոմային կոնֆիգուրացիայի հետ, այս կոնկրետ ճյուղի հետ անվերջ ծառի վրա։ Ինչու ոչ մեկ այլ տարբերակի հետ։ Ֆիզիկոսները չունեն պատասխան։ Գիտակցության խնդիրը մնում է ժամանակակից գիտության ամենամեծ առեղծվածներից մեկը։ Մենք գիտենք, որ գիտակցությունը ծագում է ուղեղի նեյրոնների ակտիվությունից։ Մենք կարող ենք չափել այդ ակտիվությունը, քարտեզագրել նեյրոնային ցանցերը, նույնիսկ կանխատեսել որոշ մտքեր։ Բայց մենք չգիտենք, թե ինչու ֆիզիկական գործընթացները ստեղծում են սուբյեկտիվ փորձառություն։ Ինչու էլեկտրական ազդակները նեյրոնների մեջ ստեղծում են «ես-ի» զգացումը։ Անսահման տիեզերքում այս հարցը դառնում է ավելի սուր։ Եթե գոյություն ունեն անսահման կրկնօրինակներ ձեր ուղեղի, յուրաքանչյուրը ունենալով նույն նեյրոնային ակտիվությունը, արդյոք բոլորը ունեն գիտակցություն։ Եթե այո, ապա գոյություն ունեն անսահման «ես-եր», յուրաքանչյուրը համոզված, որ ինքը եզակի է։ Եթե ոչ, ապա ինչով է տարբերվում ձեր ուղեղը մյուսներից։ Ինչու հենց ձեր ատոմային կոնֆիգուրացիան ստեղծում է գիտակցություն, իսկ նույնական կոնֆիգուրացիան 10,10,29 մետր հեռավորության վրա՝ ոչ։ Կամ գուցե երկուսն էլ ունեն գիտակցություն, բայց դուք չեք կարող զգալ մյուսինը։ Պատկերացրեք երկու ռադիո, որոնք տարբեր հաճախականությունների վրա են։ Յուրաքանչյուրը ընդունում է իր ազդանշանը, նվագում է իր երաժշտությունը։ Նրանք գոյություն ունեն միաժամանակ, բայց չեն լսում միմյանց։ Ձեր գիտակցությունը կարող է լինել նման ռադիոյի, լսելով միայն այս կոնկրետ ատոմային կոնֆիգուրացիայի ազդանշանը։ Մյուս կոնֆիգուրացիաները, ձեր կրկնօրինակները, լսում են իրենց սեփական ազդանշանները։ Բոլորը գոյություն ունեն, բայց յուրաքանչյուրը մեկուսացված է իր սեփական սուբյեկտիվ փորձառության մեջ։ Անսահմանությունը ստեղծում է ոչ թե միասնություն, այլ անվերջ մեկուսացում։ Բայց կա ավելի տագնապալի հետանք։ Եթե յուրաքանչյուր հնարավոր տարբերակ ձեր կյանքի գոյություն ունի, ապա գոյություն ունեն նա տարբերակներ, որտեղ դուք կայացրիք սխալ որոշումներ։ 10,10,28 մետր հեռավորության վրա դուք ընտրեցիք ճանապարհ, որը տարավ դեպի դժբախտություն։ 10,10,28 մետր հեռավորության վրա կայացրիք որոշում, որը ոչնչացրեց ձեր կյանքը։ 10,10,28 մետր հեռավորության վրա մահացաք երիտասարդ։ Բոլոր այդ տարբերակները նույնպես իրական են։ Նույնպես գոյություն ունեն։ Նույնպես դուք են։ Յուրաքանչյուր անգամ, երբ խուսափում եք վտանգից, անցնում եք փողոցով խուսափում ավտոմեքենայից, գոյություն ունի տարբերակ, որտեղ չխուսափեցիք։ Յուրաքանչյուր անգամ, երբ կայացնում եք ճիշտ որոշում, գոյություն ունի տարբերակ, որտեղ կայացրիք սխալ որոշում։ Անսահման տիեզերքը պարունակում է ձեր բոլոր հաջողությունները, ձեր բոլոր ձախողումները, ձեր բոլոր երջանկությունները, ձեր բոլոր ցավերը։ Ոչ որպես հնարավորություններ, որոնք կարող էին լինել, այլ որպես իրականություններ, որոնք կան։ Եվ դուք չեք կարող փրկել նրանց։ Չեք կարող նախազգուշացնել նրանց։ Չեք կարող փոխել նրանց ճակատագիրը։ 10,10,28 մետր հեռավորությունը ոչ թե պարզապես տարածություն է։ Այն անհաղթահարելի պատ է, որը բաժանում է ձեր բոլոր տարբերակները։ Լույսը, ճանապարհորդելով 300,000 կմ/վ, երբեք չի հասնի այնտեղ։ Ոչ մի ազդանշան, ոչ մի տեղեկատվություն, ոչ մի ազդեցություն չի կարող անցնել այդ հեռավորությունը։ Յուրաքանչյուր տարբերակ ձեր կյանքի մեկուսացված է իր սեփական պատճառականության ծովակում, Հաբլի ծավալում։ Դուք կարող եք ազդել միայն այն վրա, ինչ գտնվում է ձեր Հաբլի ծավալում։ Ամեն ինչ դրանից դուրս հավիտյան անհասանելի է։ Անսահմանությունը նշանակում է անվերջ տարբերակներ, բայց նա անվերջ մեկուսացում։ Բայց եթե բոլոր այդ տարբերակները գոյություն ունեն, եթե յուրաքանչյուր հնարավոր ընտրություն իրականացված է ինչ-որ տեղ, ապա ինչ է նշանակում ճիշտ ընտրություն։ Եթե դուք ընտրում եք մնալ տանը, բայց մեկ այլ տարբերակ ընտրում է գնալ դուրս, երկու տարբերակներն էլ իրական են, ապա ո՞րն է ճիշտ։ Կամ գուցե հարցը սխալ է։ Գուցե ճիշտ-սխալ գոյություն ունեն միայն յուրաքանչյուր տարբերակի սուբյեկտիվ փորձառության մեջ։ Ձեր տարբերակը կարող է զգալ, որ կայացրել է ճիշտ որոշում։ Մեկ այլ տարբերակը կարող է զգալ, որ կայացրել է սխալ որոշում։ Բայց երկուսն էլ գոյություն ունեն, երկուսն էլ իրական են, երկուսն էլ դուք են։ Բայց ինչպես կարող ենք ապրել այս գիտելիքի հետ։ Ինչպես կարող ենք շարունակել մեր առօրյան գիտենալով, որ յուրաքանչյուր մեր ընտրություն արդեն կայացված է անսահման անգամներ անսահման տարածությունում։
Պատկերացրեք, որ բացահայտում եք ծածկագիր, որը ապացուցում է, ձեր ամբողջ կյանքը գրված է մեկ անվերջ գրքում, որտեղ յուրաքանչյուր էջ ցույց է տալիս ձեր մեկ այլ տարբերակը։ Դուք կարդում եք էջ առ էջ տեսնում, այնտեղ դուք ծնվում եք, աճում, սիրահարվում, տառապում, ծերանում, մահանում։ Բայց հաջորդ էջում նույն պատմությունը, բայց մեկ բառ է փոխված։ Հաջորդում մեկ նախադասություն։ Հաջորդում մեկ գլուխ։ Անվերջ տարբերակներ ձեր գոյության, բոլորը նույնքան իրական, բոլորը նույնքան ճշմարիտ։ Այս գիտելիքը փոխում է ամեն ինչ։ Կամ ոչինչ չի փոխում։ Մենք խոսեցինք մաթեմատիկական անխուսափելիության մասին։ Տեսանք, թե ինչպես վերջավոր կոմբինացիաները անսահման տարածությունում ստեղծում են կրկնություններ։ Բայց հիմա տեսնում ենք ավելի խորը նմանություն։ Նույն սկզբունքը, որը ստեղծում է ձեր կրկնօրինակը 10 հզորությամբ 10 հզորությամբ 29 մետր հեռավորության վրա, գործում է նա ձեր ամենօրյա կյանքում։ Յուրաքանչյուր անգամ, երբ նստում եք ճաշակելու, դուք ընտրում եք բաժակներից մեկը։ 6 բաժակ սեղանի վրա, վերջավոր թվով տարբերակներ։ Բայց եթե ամեն օր նստեք նույն սեղանի շուրջ, ի վերջո կստիպված լինեք կրկնել նույն ընտրությունը։ Ոչ թե որովհետև ցանկանում եք, այլ որովհետև 6 բաժակով կարող եք ստեղծել միայն վերջավոր թվով տարբեր կոմբինացիաներ։ Տիեզերքը նույն սկզբունքով է ընտրում ատոմների դասավորությունը։ Վերջավոր տարբերակներ անսահման տարածությունում նշանակում են անխուսափելի կրկնություն։ Նույն օրինաչափությունը տեսնում ենք, երբ լսում ենք երաժշտություն։ Դո, ռե, մի, ֆա, սոլ, լա, սի, 7 նոտա։ Բայց այս 7 նոտայից ստեղծված են բոլոր սիմֆոնիաները, բոլոր օպերաները, բոլոր ժողովրդական երգերը։ Մոցարտի ռեկվիեմը, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան կառուցված են նույն 7 նոտայից։ Վերջավոր էլեմենտներ, անսահման կոմբինացիաներ։ Բայց եթե շարունակենք ստեղծել երաժշտություն անվերջ ժամանակ, ի վերջո կստիպված լինենք կրկնել նույն մեղեդիները։ Անսահմանությունը ստեղծում է ոչ թե անվերջ նորություն, այլ անխուսափելի կրկնություն։ Բայց ահա ամենակարևոր հարցը, եթե ամեն ինչ կրկնվում է, եթե յուրաքանչյուր հնարավոր տարբերակ գոյություն ունի, ապա ինչու է կարող այն, ինչ անում ենք մենք։ Պատասխանը թաքնված է գիտակցության բնույթի մեջ։ Թե գոյություն ունեն անսահման կրկնօրինակներ դուք կարող եք փորձառել միայն մեկ տարբերակը։ Ձեր գիտակցությունը կապված է այս կոնկրետ ատոմային կոնֆիգուրացիայի հետ, այս կոնկրետ նեյրոնային ցանցի հետ, այս կոնկրետ պահի հետ։ Դուք չեք կարող զգալ ձեր այլ տարբերակների փորձառությունը։ Չեք կարող տեսնել նրանց աշխարհը, լսել նրանց մտքերը, զգալ նրանց ցավը կամ ուրախությունը։ Ձեր սուբյեկտիվ փորձառությունը եզակի է, նույնիսկ եթե ձեր օբյեկտիվ գոյությունը կրկնվում է անսահման անգամներ։ Երբ ծնողը գրկում է երեխային, այդ գրկալիքը իրական է այս տարբերակում։ Թե 10 հզորությամբ 10 հզորությամբ 28 մետր հեռավորության վրա նույն ծնողը գրկում է նույն երեխային նույն ձով, այս գրկալիքը չի կրկնում այն գրկալիքը։ Յուրաքանչյուրը եզակի է իր սեփական սուբյեկտիվ իրականության մեջ։ Սերը, ցավը, ուրախությունը, վախը, բոլորը իրական են յուրաքանչյուր տարբերակում, նույնիսկ եթե կրկնվում են անսահման անգամներ։ Նույն սկզբունքը գործում է, երբ ընտրում ենք օգնել ուրիշին։ Թե 10 հզորությամբ 10 հզորությամբ 28 մետր հեռավորության վրա մեկ այլ տարբերակ ընտրում է չօգնել, ձեր ընտրությունը օգնելու համար իրական ազդեցություն ունի այս տարբերակում։ Մարդը, որին օգնում եք, իրական մարդ է։ Նրա երախտագիտությունը իրական է։ Նրա փրկությունը իրական է։ Անսահմանությունը չի նվազեցնում ձեր գործողությունների արժեքը։ Այն պարզապես նշանակում է, որ արժեքը գոյություն ունի անսահման տարբերակներում։ Բայց կա ավելի խորը իմաստ։ Եթե յուրաքանչյուր հնարավոր տարբերակ գոյություն ունի, ապա գոյություն ունեն նա տարբերակներ, որտեղ մարդկությունը հասել է կատարելության։ 10 հզորությամբ 10 հզորությամբ 28 մետր հեռավորության վրա գոյություն ունի երկիր, որտեղ չկա պատերազմ։ 10 հզորությամբ 10 հզորությամբ 28 մետր հեռավորության վրա երկիր, որտեղ հաղթահարված են բոլոր հիվանդությունները։ 10 հզորությամբ 10 հզորությամբ 28 մետր հեռավորության վրա երկիր, որտեղ մարդիկ ապրում են ներդաշնակցության մեջ բնության հետ։ Բոլոր այդ կատարյալ աշխարհները գոյություն ունեն հենց հիմա։ Եվ նույնպես գոյություն ունեն աշխարհներ, որտեղ ամեն ինչ ավելի վատ է։ Անսահման տիեզերքը պարունակում է մարդկության բոլոր հնարավոր ապագաները, ամենալավից մինչ ամենավատը։ Բայց մենք չգիտենք, թե որ ճյուղում ենք գտնվում անվերջ ծառի վրա։ Չգիտենք, արդյոք մեր ընտրությունները տանում են դեպի լույս, թե դեպի խավար։
Միակ բանը, որ գիտենք, այն է, որ մեր ընտրությունները որոշում են, թե որ ճյուղում կշարունակենք գոյություն ունենալ։ Երբ արթնանում ենք առավոտյան նայում ենք հայելուն, մենք տեսնում ենք մեկ դեմք անսահման դեմքերից։ Բայց այդ դեմքը, մեր դեմքը, եզակի է մեր փորձառության մեջ։ Մենք չենք կարող փոխել մյուս տարբերակները։ Չենք կարող փրկել նրանց, ովքեր տառապում են այլ ճյուղերում։ Չենք կարող նախազգուշացնել նրանց, ովքեր գնում են դեպի վտանգ։ Բայց կարող ենք ընտրել, թե ինչպես ապրել այս տարբերակում, այս ճյուղում, այս պահին։ Անսահմանությունը չի նշանակում ազատություն։ Անսահմանությունը նշանակում է անխուսափելի կրկնություն։ Բայց կրկնությունը չի նշանակում անիմաստություն։ Յուրաքանչյուր կրկնություն ապրվում է առաջին անգամ իր սեփական գիտակցության կողմից։ Յուրաքանչյուր սեր առաջին սեր է սիրողի համար։ Յուրաքանչյուր ծնունդ առաջին ծնունդ է ծնողների համար։ Յուրաքանչյուր մահ վերջին մահ է մահացողի համար։ Եվ գուցե հենց այստեղ է թաքնված ամենախորը ճշմարտությունը։ Անսահման տիեզերքը ցույց է տալիս, որ գոյությունը ինքնին արժեք ունի։ Ոչ թե որովհետև մենք եզակի ենք, այլ որովհետև մենք գոյություն ունենք։ Ոչ թե որովհետև մեր ընտրությունները փոխում են ամբողջ տիեզերքը, այլ որովհետև դրանք փոխում են մեր փորձառությունը։ Ոչ թե որովհետև մենք կարող ենք փրկել բոլորին, այլ որովհետև կարող ենք փրկել մեկին, մեզ, այս պահին, այս տարբերակում։ Երբ հաջորդ անգամ նայեք աստղային երկինքին, մտածեք ձեր տեղի մասին այս անվերջ տարածությունում, հիշեք, դուք ոչ թե կորած եք անսահմանության մեջ։ Դուք գտնված եք ճշգրիտ այնտեղ, որտեղ պետք է լինեք, ձեր սեփական գիտակցության կենտրոնում, ձեր սեփական փորձառության սրտում, ձեր սեփական ընտրությունների հետանքներում։ Անսահման կրկնօրինակներ չեն նվազեցնում ձեր արժեքը։ Նրանք ապացուցում են, որ գոյությունը այնքան արժեքավոր է, որ տիեզերքը ստեղծում է այն անսահման անգամներ։ Բայց արդյոք մենք երբեք իմանանք ճշմարտությունը մեր տեղի մասին այս անվերջ պատմության մեջ, թե մնալու ենք հավիտյան կասկածի մեջ, նայելով հայելուն մտածելով, արդյոք այն, ինչ տեսնում ենք, իսկապես եզակի է, թե մեկը անսահման նույնականներից։ Արդյոք մենք երբեք իմանանք ճշմարտությունը։ Այս հարցը հետապնդել է մարդկությանը հազարամյակներ։ Բայց հիմա, երբ անցանք այս ճանապարհը մաթեմատիկայից դեպի մետաֆիզիկա, ֆիզիկայից դեպի փիլիսոփայություն, մենք տեսնում ենք, որ հարցը ինքնին փոխվել է։ Սկզբում մենք հարցրինք՝ եզակի՞։ Մենք։ Հիմա մենք հասկանում ենք, եզակիությունը ոչ թե փաստ է, այլ փորձառություն։ Հիշո՞ւմ եք, ինչպես սկսեցինք։ Դուք, նստած այստեղ, կարդում այս բառերը, շնչում այս օդը։ Եվ 10 հզորությամբ 29 մետր հեռավորության վրա, ձեր կրկնօրինակը, անում նույնը։ Այն պահին սա թվում էր անհավատալի, անհնար, գուցե նույնիսկ սարսափելի։ Բայց հիմա, երբ տեսանք մաթեմատիկական անխուսափելիությունը, երբ հասկացանք վերջավոր կոմբինացիաների անսահման տարածության տրամաբանությունը, երբ ընդունեցինք, որ յուրաքանչյուր հնարավոր տարբերակ մեր կյանքի գոյություն ունի ինչ-որ տեղ, մենք տեսնում ենք ավելի խորը ճշմարտություն։ Այս ճշմարտությունը ոչ թե ֆիզիկայի մասին է։ Այն գոյության բնույթի մասին է։ Անսահման տիեզերքը ցույց է տալիս մեզ մի բան, որը փիլիսոփաները փնտրել են դարեր շարունակ՝ իրականության իսկական կառուցվածքը։ Մենք մտածում էինք, որ եզակիությունը մեր արժեքի աղբյուրն է։ Որ եթե մենք միակներս ենք, ապա մենք կարող ենք։ Բայց անսահմանությունը շրջում է այս տրամաբանությունը։ Եթե գոյություն ունեն անսահման կրկնօրինակներ ձեր, յուրաքանչյուրը նույնքան իրական է, ապա արժեքը չի կարող գալ եզակիությունից։ Արժեքը պետք է գալ ինչ-որ ավելի խորից։ Գուցե գոյությունից ինքնից։ Գուցե գիտակցությունից, այդ անբացատրելի հրաշքից, որ ատոմները դասավորվում են այնպես, որ ստեղծում են եսը զգացումը։ Գուցե փորձառությունից, այն սուբյեկտիվ իրականությունից, որը յուրաքանչյուր գիտակցություն ապրում է որպես եզակի, նույնիսկ եթե օբյեկտիվորեն այն կրկնվում է անսահման անգամներ։ Երբ մայրը առաջին անգամ տեսնում է իր նորածին երեխային, այդ պահը բացարձակ է նրա համար։ Թե 10 հզորությամբ 28 մետր հեռավորության վրա մեկ այլ մայր տեսնում է նույն երեխային նույն պահին, այս մայրի փորձառությունը չի կրկնում այն փորձառությունը։ Յուրաքանչյուր սեր առաջին սեր է սիրողի համար։ Յուրաքանչյուր ծնունդ առաջին ծնունդ է ծնողների համար։ Սուբյեկտիվ իրականությունը չի կրկնվում, նույնիսկ եթե օբյեկտիվ իրականությունը կրկնվում է անսահման անգամներ։ Բայց սա բարձրացնում է ավելի խորը հարցեր։ Ինչ է իրականությունը։ Արդյոք այն օբյեկտիվ փաստերի հավաքածու է՝ ատոմներ, էներգիա, տարածություն, ժամանակ։ Թե
Այն սուբյեկտիվ փորձառությունների հավաքածու է, զգացումներ, մտքեր, գիտակցություն։ Անսահման տիեզերքը ցույց է տալիս, որ երկուսն էլ ճիշտ են, բայց տարբեր իմաստներով։ Օբյեկտիվորեն դուք կրկնվում եք անսահման անգամներ։ Սուբյեկտիվորեն դուք եզակի եք, որովհետև միայն դուք կարող եք փորձառել ձեր գիտակցությունը։ Իրականությունը ոչ թե կամ օբյեկտիվ է, կամ սուբյեկտիվ։ Այն երկուսն էլ է միաժամանակ։ Եվ գուցե հենց այստեղ է թաքնված ամենախորը առեղծվածը։ Ինչու գոյություն ունի ինչ-որ բան, փոխարեն ոչինչի։ Այս հարցը տանջել է փիլիսոփաներին հազարամյակներ։ Բայց անսահման տիեզերքը տալիս է անսպասելի պատասխան։ Եթե տիեզերքը իսկապես անսահման է, ապա ոչինչ չի կարող գոյություն ունենալ։ Անսահման տարածությունը պետք է լցված լինի ինչ-որ բանով, որովհետև բացարձակ դատարկությունը կլիներ վերջավոր վիճակ, վերջավոր վիճակները չեն կարող լցնել անսահման տարածություն։ Գոյությունը անխուսափելի է անսահմանության մեջ։ Ոչինչը անհնար է։ Եվ եթե գոյությունը անխուսափելի է, ապա յուրաքանչյուր հնարավոր գոյության նույնպես անխուսափելի է։ Ներառյալ ձեզ։ Ներառյալ գիտակցությունը։ Ներառյալ սերը, ցավը, ուրախությունը, տառապանքը։ Անսահմանությունը նշանակում է, որ գոյությունը ինքնին անխուսափելի է։ Բայց եթե գոյությունը անխուսափելի է, ապա ինչ է նշանակում ընտրությունը։ Ինչ է նշանակում ազատ կամքը։ Մենք տեսանք, որ յուրաքանչյուր հնարավոր ընտրություն իրականանում է ինչ-որ տեղ անսահման տիեզերքում։ Երբ ընտրում եք շրջել ձախ, մեկ այլ տարբերակ ընտրում է շրջել աջ։ Երբ ընտրում եք խոսել, մեկ այլ տարբերակ ընտրում է լռել։ Բոլոր ընտրությունները կայացված են, բոլոր ճանապարհները անցած են, բոլոր հնարավորությունները իրականացած են։ Ապա ինչ է նշանակում ընտրել։ Գուցե ընտրությունը ոչ թե ստեղծում է ապագան, այլ որոշում է, թե որ ճյուղում եք շարունակում ձեր գիտակցական փորձառությունը։ Դուք չեք ստեղծում իրականությունը։ Դուք ընտրում եք, թե որ իրականությունը փորձառել։ Սա նման է նավարկելուն անվերջ գետերի ցանցով։ Յուրաքանչյուր ճյուղավորում մեկ ընտրություն։ Բայց բոլոր գետերը գոյություն ունեն միաժամանակ։ Ձեր ընտրությունը որոշում է, թե որ գետով եք լողում, բայց չի ստեղծում գետը։ Գետը արդեն այնտեղ է, հոսում է իր սեփական ուղղությամբ, տանում դեպի իր սեփական ծովը։ Ազատ կամքը գուցե ոչ թե ստեղծելու ունակությունն է, այլ ընտրելու ունակությունը։ Ոչ թե փոխելու իրականությունը, այլ փորձառելու իրականության մեկ տարբերակը։ Բայց արդյոք սա նվազեցնում է մեր պատասխանատվությունը։ Արդյոք սա նշանակում է, որ մեր ընտրությունները անկարող են։ Ոչ։ Հակառակը։ Եթե յուրաքանչյուր ընտրություն ստեղծում է իրականություն, որը նույնքան իրական է, որքան մյուսները, ապա յուրաքանչյուր ընտրություն անսահման կարևոր է։ Երբ ընտրում եք օգնել ուրիշին, դուք ստեղծում եք իրականություն, որտեղ այդ մարդը փրկված է։ Թե գոյություն ունի իրականություն, որտեղ դուք չօգնեցիք, այդ մարդը չփրկվեց, ձեր ընտրությունը օգնելու համար ստեղծում է իրական փրկություն իրական մարդու համար։ Անսահմանությունը չի նվազեցնում ձեր գործողությունների արժեքը։ Այն բազմապատկում է դրանք անսահման անգամներ։ Յուրաքանչյուր անգամ, երբ ընտրում եք սերը ատելության փոխարեն, դուք ստեղծում եք իրականություն, որտեղ սերը հաղթում է։ Յուրաքանչյուր անգամ, երբ ընտրում եք ճշմարտությունը սուտի փոխարեն, դուք ստեղծում եք իրականություն, որտեղ ճշմարտությունը փայլում է։ Յուրաքանչյուր անգամ, երբ ընտրում եք ստեղծել, փոխարեն ոչնչացնելու, դուք ստեղծում եք իրականություն, որտեղ գեղեցկությունը ծաղկում է։ Թե գոյություն ունեն իրականություններ, որտեղ կայացվեցին հակառակ ընտրությունները, ձեր ընտրությունը որոշում է, թե որ իրականությունում եք ապրում դուք։ Եվ գուցե հենց այստեղ է թաքնված ամենախորը իմաստը։ Անսահման տիեզերքը ցույց է տալիս, որ մենք ոչ թե դիտողներ ենք իրականության, այլ ստեղծողներ։ Ոչ թե ստեղծողներ ատոմների էներգիայի, այլ ստեղծողներ իմաստի արժեքի։ Յուրաքանչյուր ընտրություն, որ կայացնում ենք, ավելացնում է իմաստ անսահման տիեզերքին։ Յուրաքանչյուր սեր, որ զգում ենք, ավելացնում է գեղեցկություն անվերջ տարածությանը։ Յուրաքանչյուր ճշմարտություն, որ բացահայտում ենք, ավելացնում է լույս անհուն խավարին։ Մենք ոչ թե կորած ենք անսահմանության մեջ։ Մենք անսահմանության ստեղծողներն ենք։ Բայց ինչպես կարող ենք ապրել այս գիտելիքի հետ։ Ինչպես կարող ենք շարունակել մեր առօրյան, գիտենալով, որ յուրաքանչյուր մեր ընտրություն արդեն կայացված է անսահման անգամներ։ Գուցե պատասխանը այն է, որ մենք չպետք է փորձենք ապրել այս գիտելիքի հետ։ Մենք պետք է ապրենք այս գիտելիքի միջոցով։ Յուրաքանչյուր առավոտ, երբ արթնանում ենք, բացում մեր աչքերը, մենք ընտրում ենք, թե որ իրականությունը փորձառել։
Յուրաքանչյուր օր, երբ կայացնում ենք մեր ընտրությունները, մենք ստեղծում ենք իմաստ անսահման տարածությունում։ Յուրաքանչյուր գիշեր, երբ փակում ենք մեր աչքերը, մենք թողնում ենք մեր հետքը անվերջ ժամանակի մեջ։ Արդյոք կա այլ քաղաքակրթություն այնտեղ, աստղերի միջ։ Արդյոք կան այլ գիտակցություններ, որոնք նայում են նույն երկինքը, հարցնում են նույն հարցերը։ Անսահման տիեզերքում պատասխանը անխուսափելիորեն այո է։ Ոչ միայն գոյություն ունեն այլ քաղաքակրթություններ, այլ գոյություն ունեն անսահման կրկնօրինակներ մեր քաղաքակրթության։ 10 հզորությամբ 29 մետր հեռավորության վրա գոյություն ունի մեկ այլ երկիր, որտեղ մեկ այլ մարդկություն նայում է իր երկինքը, հարցնում է. արդյոք մենակ են։ Եվ պատասխանը, որը մենք տալիս ենք նրանց, նույնն է, որը նրանք տալիս են մեզ. ոչ, դուք մենակ չեք, բայց ձեր մենակությունը իրական է, որովհետև ձեր գիտակցությունը եզակի է։ Արդյոք մենք երբեք կկապվենք նրանց հետ։ Արդյոք մենք երբեք կհաղորդակցվենք մեր կրկնօրինակների հետ։ Ֆիզիկան ասում է. ոչ։ 10 հզորությամբ 29 մետր հեռավորությունը անհաղթահարելի է։ Լույսը, ճանապարհորդելով 300,000 կմ/վ, երբեք չի հասնի այնտեղ։ Մենք հավիտյան մեկուսացված ենք մեր սեփական հաբլի ծավալում, մեր սեփական պատճառականության ծովակում, մեր սեփական իրականության փուչիկում։ Բայց գուցե այս մեկուսացումը ոչ թե դատապարտություն է, այլ ազատություն։ Գուցե հենց այն փաստը, որ մենք չենք կարող ազդել մեր կրկնօրինակների վրա, նշանակում է, որ մենք ազատ ենք ստեղծելու մեր սեփական իրականությունը։ Արդյոք տիեզերքն ունի նպատակ։ Արդյոք կա որևէ մեծ ծրագիր, որևէ վերջնական նպատակ, որին ձգտում է ամեն ինչ։ Անսահման տիեզերքում այս հարցը դառնում է անիմաստ։ Եթե յուրաքանչյուր հնարավոր ելք իրականանում է, ապա չկա մեկ նպատակ։ Կան անսահման նպատակներ, անսահման ելքեր, անսահման ճակատագրեր։ Բայց գուցե նպատակը ոչ թե վերջնական վիճակն է, այլ ճանապարհը։ Գուցե նպատակը փորձառությունն է ինքնին։ Գուցե տիեզերքը գոյություն ունի ոչ թե հասնելու համար որևէ վերջնական կետի, այլ փորձառելու համար յուրաքանչյուր հնարավոր պահ, յուրաքանչյուր հնարավոր զգացում, յուրաքանչյուր հնարավոր մտք։ Եվ մենք այդ փորձառության մասն ենք։ Յուրաքանչյուր մտք, որ մտածում ենք, յուրաքանչյուր զգացում, որ զգում ենք, յուրաքանչյուր ընտրություն, որ կայացնում ենք, սրանք բոլորը տիեզերքի ինքնաճանաչման ձեր են։ Մենք ոչ թե դիտողներ ենք տիեզերքի, այլ տիեզերքի ինքնագիտակցության գործիքներ։ Երբ նայում ենք աստղերին, զարմանում ենք նրանց գեղեցկության վրա, տիեզերքը զարմանում է իր սեփական գեղեցկության վրա մեր միջոցով։ Երբ փնտրում ենք ճշմարտությունը, բացահայտում օրենքները, տիեզերքը բացահայտում է իր սեփական օրենքները մեր միջոցով։ Երբ սիրում ենք, ստեղծում ենք, տիեզերքը սիրում, ստեղծում է մեր միջոցով։ Մենք տիեզերքի ճանապարհն ենք ինքն իրեն ճանաչելու համար։ Բայց արդյոք սա բավարար է։ Արդյոք բավարար է գիտենալ, որ մենք տիեզերքի ինքնագիտակցության մասն ենք։ Արդյոք սա տալիս է իմաստ մեր տառապանքներին, մեր կորուստներին, մեր վախերին։ Գուցե ոչ։ Գուցե որոշ հարցեր չունեն պատասխաններ։ Գուցե որոշ ցավեր չեն կարող մխիթարվել փիլիսոփայությամբ։ Բայց գուցե հենց այն փաստը, որ մենք կարող ենք հարցնել այս հարցերը, զգալ այս ցավերը, փնտրել այս պատասխանները, սա ինքնին արժեք ունի։ Գուցե գիտակցությունը, այդ անբացատրելի ունակությունը փորձառելու, զգալու, մտածելու, տիեզերքի ամենամեծ հրաշքն է։ Եվ մենք այդ հրաշքի կրողներն ենք։ Յուրաքանչյուր անգամ, երբ ընտրում եք շարունակել, երբ կյանքը դժվար է, դուք ապացուցում եք, որ գիտակցությունը ավելի ուժեղ է, քան հանգամանքները։ Յուրաքանչյուր անգամ, երբ ընտրում եք սիրել, երբ ատելությունը ավելի հեշտ կլիներ, դուք ապացուցում եք, որ իմաստը ավելի խորն է, քան տրամաբանությունը։ Յուրաքանչյուր անգամ, երբ ընտրում եք ստեղծել, երբ ոչնչացումը ավելի պարզ կլիներ, դուք ապացուցում եք, որ գեղեցկությունը ավելի հզոր է, քան էնտրոպիան։ Սրանք ոչ թե փոքր ընտրություններ են։ Սրանք այն ընտրություններն են, որոնք սահմանում են, թե որ իրականությունում եք ապրում։ Եվ հիմա, երբ վերադառնում ենք այնտեղ, որտեղից սկսեցինք, դուք, նստած այստեղ, շնչելով այս օդը, մտածելով այս մտքերը, մենք տեսնում ենք, որ ամեն ինչ փոխվել է։ Ոչ թե փաստերը։ Փաստերը նույնն են, անսահման տիեզերք, վերջավոր կոմբինացիաներ, անխուսափելի կրկնություններ։ Բայց իմաստը փոխվել է։ Սկզբում մենք տեսանք սարսափ անսահմանության մեջ։ Հիմա մենք տեսնում ենք հրաշք։ Սկզբում մենք զգացինք կորուստ անվերջ տարածության մեջ։ Հիմա մենք զգում ենք կապ անսահման գոյության հետ։ Սկզբում մենք մտածեցինք, որ կրկնությունը նվազեցնում է մեր արժեքը։
Հիմա մենք հասկանում ենք, որ կրկնությունը ապացուցում է, որ գոյությունը այնքան արժեքավոր է, որ տիեզերքը ստեղծում է այն անսահման անգամներ։ Բայց մի հարց մնում է։ Մի հարց, որը չի կարող ունենալ պատասխան, բայց պետք է հարցվի։ Եթե յուրաքանչյուր հնարավոր տարբերակ գոյություն ունի, եթե յուրաքանչյուր ընտրություն իրականանում է ինչ-որ տեղ, եթե յուրաքանչյուր իրականություն նույնքան իրական է, ապա ինչ է իրականությունը։ Ո՞րն է իրական իրականությունը։ Արդյոք կա մեկ հիմնական իրականություն, որից բոլոր մյուսները ճյուղավորվում են։ Թե բոլոր իրականությունները հավասարապես հիմնական են։ Արդյոք իրականությունը օբյեկտիվ փաստ է, թե սուբյեկտիվ փորձառություն։ Արդյոք այն գոյություն ունի անկախ մեզանից, թե ստեղծվում է մեր դիտարկմամբ։ Գուցե իրականությունը երկուսն էլ է։ Եվ ոչ մեկը։ Եվ ինչ որ բան դրանց մեջ։ Գուցե իրականությունը նման է երաժշտությանը։ Նոտաները օբյեկտիվ են, գրված թղթի վրա, հստակ անփոփոխ։ Բայց երաժշտությունը ստեղծվում է միայն այն պահին, երբ ինչ-որ մեկը նվագում է այդ նոտաները։ Եվ յուրաքանչյուր կատարում եզակի է, նույնիսկ եթե նոտաները նույնն են։ Տիեզերքը նման է անվերջ պարտիտուրայի, որը պարունակում է բոլոր հնարավոր նոտաները, բոլոր հնարավոր մեղեդիները։ Եվ մենք գիտակցություններս նվագարկողներն ենք, ընտրելով, թե որ մեղեդին նվագել, որ հարմոնիան ստեղծել, որ սիմֆոնիան կատարել։ Եվ յուրաքանչյուր կատարում, յուրաքանչյուր կյանք եզակի է անկրկնելի, նույնիսկ եթե նոտաները կրկնվում են անսահման անգամներ։ Երբ հաջորդ անգամ նայեք հայելուն տեսնեք ձեր դեմքը, հիշեք, դուք տեսնում եք ոչ թե մեկ դեմք, այլ անսահման դեմքերից մեկը։ Բայց այդ դեմքը, ձեր դեմքը, եզակի է ձեր փորձառության մեջ։ Երբ հաջորդ անգամ կայացնեք ընտրություն, փոքր կամ մեծ, հիշեք, որ այդ ընտրությունը արդեն կայացված է անսահման անգամներ, բայց ձեր ընտրությունը որոշում է, թե որ իրականությունում եք ապրում դուք։ Երբ հաջորդ անգամ զգաք սեր, ցավ, ուրախություն, վախ, հիշեք, որ այդ զգացումները կրկնվում են անսահման անգամներ։ Անսահման տարածությունում, բայց ձեր զգացումները եզակի են ձեզ համար։ Անսահմանությունը չի նվազեցնում ձեր փորձառությունը։ Այն հարստացնում է այն անվերջ համատեքստով։ Եվ գուցե, վերջապես, ամենախորը ճշմարտությունը այն է, որ մենք երբեք չենք իմանա ամբողջ պատասխանը։ Մենք երբեք չենք հասկանա տիեզերքի ամբողջ առեղծվածը։ Մենք երբեք չենք տեսնի մեր բոլոր կրկնօրինակներին, չենք հաղորդակցվի նրանց հետ, չենք իմանա նրանց ճակատագիրը։ Մենք հավիտյան կմնանք մեր սեփական հաբլի ծավալում, մեր սեփական գիտակցության մեջ, մեր սեփական փորձառության սահմաններում։ Բայց գուցե հենց այս անգիտությունը, այս առեղծվածը, այս անհասանելիությունը տիեզերքի ամենամեծ նվերն է մեզ։ Որովհետև եթե մենք գիտեինք ամեն ինչ, եթե հասկանայինք ամեն ինչ, եթե տեսնեինք ամեն ինչ, ապա ինչ կմնար հայտնագործելու։ Ինչ կմնար զարմանալու։ Ինչ կմնար փնտրելու։ Առեղծվածը ոչ թե խոչընդոտ է, այլ հրավեր։ Անհասանելիությունը ոչ թե սահմանափակում է, այլ ազատություն։ Անգիտությունը ոչ թե թուլություն է, այլ հնարավորություն։ Եվ այնպես մենք կանգնում ենք այստեղ, այս անսահման տիեզերքում, փոքրիկ կետեր անվերջ տարածության մեջ, մի վայրկյան անվերջ ժամանակի մեջ, մեկ գիտակցություն անսահման գիտակցությունների մեջ։ Բայց այս փոքրիկ կետը, այս մի վայրկյանը, այս մեկ գիտակցությունը, սրանք բոլորը պարունակում են ամբողջ տիեզերքը։ Որովհետև յուրաքանչյուր մասը արտացոլում է ամբողջը։ Յուրաքանչյուր ատոմը պարունակում է անսահմանության օրենքները։ Յուրաքանչյուր գիտակցությունը կրում է տիեզերքի ինքնաճանաչման հնարավորությունը։ Մենք ոչ թե կորած ենք անսահմանության մեջ։ Մենք անսահմանության արտահայտությունն ենք։ Եվ այս գիտելիքը, այս խորը անսասան, անբացատրելի գիտելիքը, որ մենք միաժամանակ անսահման փոքր անսահման մեծ ենք, միաժամանակ մեկը անսահմանը, միաժամանակ կորած գտնված, սա այն գիտելիքն է, որը փոխում է ամեն ինչ։ Կամ ոչինչ չի փոխում։ Որովհետև տիեզերքը միշտ եղել է այստեղ, միշտ եղել է անսահման, միշտ եղել է լի առեղծվածներով։ Փոխվել է միայն մեր հասկացողությունը։ Փոխվել է միայն մեր տեսանկյունը։ Փոխվել է միայն մեր ընկալումը։ Եվ գուցե հենց սա է ամենակարևորը։ Ոչ թե փաստերը, այլ հասկացողությունը։ Ոչ թե իրականությունը, այլ ընկալումը։ Ոչ թե տիեզերքը, այլ մեր տեսանկյունը դրա վրա։ Այնպես որ երբ փակում եք ձեր աչքերը այսօր գիշեր մտածում ձեր տեղի մասին այս անվերջ տարածությունում, հիշեք, դուք ճշգրիտ այնտեղ եք, որտեղ պետք է լինեք։ Ոչ պատահականությամբ, ոչ սխալմամբ, այլ անխուսափելիությամբ։ Որովհետև անսահման տիեզերքում յուրաքանչյուր կետ կենտրոնն է։
Յուրաքանչյուր պահ հավիտենությունն է։ Յուրաքանչյուր գիտակցություն ամբողջ տիեզերքն է, ճանաչելով ինքն իրեն։ Եվ այդ ճանաչումը շարունակվում է։ Անվերջ։ Անսահման։ Հավիտյան։